Այսօր միասին կլսենք այդ Թեսաղոնիկեցիներու առաջին գլուխեն, ուր Պողոս առաքյալ գշեշտե հավատքին եւ հավատքի գենցաղին մասին։ Իր նամակը Թեսաղոնիկեցիներուն գղրգե Թեսաղոնիկեցիները քաչալերելու համար եւ այդտեղի քրիստոնյաները կոդեբնթելու համար։ Ասոնք հավատացյալ էին, բայց պետք կար հավատացյալը քաչալերել, պետք կար հավատացյալ քրիստոնյաները կոդեբնթել։ Պողոս իր նամակի մեջ նորեն շնորհակալություն կհայտնի Աստծո անոնց հավատքին եւ սերին համար։ Այն սերը, որ անոնք ունին եւ այդ հավատքը, որ անոնք ունին իսկապես ներշնչում եղած է Պողոսին եւ կտեսնենք համարներում մեջ ասմեգին նկատմամբ ինքը արտահայտություններ կունենա ինչքան գեղեցիկ է որ մեր հավատքը մինչ մեր առօրյան գաբրինք մեր դունեններս, մեր ընտանիքներս, մեր բզդիկներուն, զույգերուն հետ, մեր դպրոցներուն, մեր համալսարաններուն մեջ, մեր գործի մեջ, մեր հավատքը լա հիմնական երևցողը։ Աստված արգելք չունի բադահականորեն մեր մարդկային դգար բնության կապված դգարությունները եթե երևին չեմ նկատեր որ խնդիր կունենա Աստծո հիմնական խնդիրը այն է որ եթե մենք անդարբերը լանք անզգուշը լանք եւ մեր հոգեվոր ինքնության վերապերող հավատքի արտահայտությունը լրացնողը լանք անոր հետ հարց կունենա որովհետեւ այլևս իր ներդրումները ներկործությունները զգալի չեն լար մեզի հետեւաբար Աստծո փուն գետրոնացումը մեր կյանքերենի զորությունը բերելն է եւ Պողոս շնորհակալություն կհայտնի Աստծո հավատացյալներուն հավատքին եւ սերին համար Հավատացյալները հարցումներ ունեին եւ իրենց հարցումներն էին որ գրնան հավատացյալները արժանանալ հավիտենական կյանքին իրենց համար լուրջ հարցում էր ասիգա եւ Գաբրեին այս հարցումին ազդեցությունը կամ այս բանը որ լսած էին մշակույթին մեջ եւ այլն իրենք Գաբրեին այդ զգացումը որ իրենց համար օգտակար չէր գրնան արժանանալ հավիտենական կյանքի սա կնշանակի Աստծո ցայնը որ իր ներսիտին է դակավին իրեն չէ գրծած հասնել համոզելու խոսելու հայտնելու եւ ինքը Գաբրի որպես հավատացյալ բայց չունի այդ համոզումը որ ինքը հավիտենական կյանք պիտի արժանանա կհարցնեին նաեւ որ եթե հավատացյալը մեռներ Հիսուսի քալուստեն առաջ ինչ պիտի ըլլար Նաև գարցնեին որ Հիսուս երբ պիտի կանորեն Դեսեք խանգարում մգար իրենց մեջը Իրենց մեջ խանգարում գար Եթե մենք մեռնենք Հիսուսի քալեն առաջ կգործվենք ոչ թե հավիտենական կյանքին մենք ալ պիտի արժանանանք Եվ երկրորդ հարցումը Հիսուս երբ պիտի կար Ընդհանրապես ջանցված է անոնք, որոնք Հիսուսը երբ պիտի կա շատ կհարցնեն եւ անոր գետրոնացած կմնան, բավարար ցանցրացած են այս կյանքին։ Եվ այս կյանքի ընթացքին իրենք դգար կսկան եւ անոր համար կբրբդեն եւ Աստծո չդվածին ցերկ կբերեն շատ անգամ։ Անոր համար կտեսնես Աբակայի մասին շատ խոսող քրիստոնյաները նույնիսկ գսեն այդ բաները կմեկնաբանեն բաները որ Աստվածաշունչը չի ասած Հիսուս անգամ չի ասած կտեսնես իրենք կհանդգնին այդպես արտահայտություն ունելու եւ դժբախտաբար 1000 թվականին ի վեր գորոշեն թվականները եւ մեկ հատ չի ելած ոչ ալ մեկ հատ պիտի ելե Պողոս կտելատրե որ հավատացյալները ապրին հանդարտ եւ խաղաղ կյանքը Հույսով սպասեն Քրիստոսի երկրորդ քալուստը եւ ոչ թե պատրաստվին երթալու անոր համար ժամանակը փնտրեն Անոնք որոնք կպատրաստվին երթալու
բարձորեն իրենց մարմինին ֆիզիկականին մեջ չեն գրծած տեսնել Սուրբ Օքին ինչքան մեծ զորությամբ կաշխատի։ Շատ մեծ զորությամբ կաշխատի։ Այն մարդ իր անձնական փորձառությունները ունի, այն մարդ իրավունք ունի անձնական փորձառություն ունենալու եւ այդ փորձառությամբ աշխարհին վկայությունը լալու, բայց Սուրբ Օքին շատ մեծ զորությամբ կաշխատի յուրաքանչյուրի մեջ եւ գահիտնե իր զորությունը հավատացյալներուն կյանքի մեջ արշավող կամ կյանքին թեմ արշավող պայմաններուն վրա գահիտնե իր զորությունը ամեն տեսակի նեղություն ունիս փորձառություն ունիս ստանալու իրավունք ունիս փորձառություն ունենալու թե ինչպես Սուրբ Օքին այդ նեղության գահախտե որ քու մեջը դե հիվանդություն ունիս իրավունք ունիս փորձառություն ունենալու թե Սուրբ Օքին միջոցով ինչպես մահկանացու մարմինին անդամները կփժиж իրավունք ունիս սիգա իր կորցն է իրավունք չունիս փոխելու ասիգա եթե փորձառությանդ մեջ ասոնց է մեկադը չարիր եւ դու քեզի հանդիմանելու ես ասուղությամբ ես հավատացյալ եմ չի գրնարը լալ այսպես բան մեր զավակներուն գսենք չի գրնարը լալ այսպես բան մեկը որ սխալն է իրեն գսենք չի գրնարը լալ այսպես բան ինչու մեր հավատքին մեջ սբրտած սխալ բաներուն չենք ասեր չի գրնարը լալ այսպես բան ինչքան ժամանակներ ինչքան օրեր ինչքան ամիսներ աղոթած եմ ագնկալելով փամը եւ աղոթած ադենս բադը սեմ փարագե բարիսպ հաստությամբ թեև ավելի ալգրնամս էլ խավարի մեկ կոչված որ փամը չես տեսներ զգացում եղած է ատնյութի շուրջ միշտ Սուրբ Օքին ցայնը այդպես եղած է ես կուզեմ ախտես ասոր չեմ ուզեր հիմա շփացնել քեզի ամիջապես խավարը բարադել մենք աղոթենք դեր բարադե խավարը դու զորավոր ես Սուրբ Օքին գսե գիտեմ բայց այդ խավարը բարադելու մեջ կուզեմ դու հաղթության փորձառություն ունենաս սպասե ինձի վստահե ինձի խավարին թեմ աղոթած ադենդ ես կուզեմ հաղթություն արձանագրես քանի օքի կուզե հաղթություն արձանագրել շատ անգամ մեր մտածածը, մեր ուզածը շուտով առնելը մեր հիմնական կենտրոնացումը դարձած է Աստծո հետ մեր հարաբերության մեջ կարևորակույնը դարձած է բահանջ եղած է կխնդրենք դերոճմեն գարձես բռնությամբ մեր իրավունքն է դուր մեզի գարձես ինքն էր կողծողը մեզ մի հատ իրավունքները փոխանակ մենք սատանային ասենք դու այդպես կսկացնես աս վիճակը բերերես բայց ես պիտի առնեմ ասեք երրորդ համարը ինչ կսե առաջին գլուխեն հոր Աստծո առջև միշտ կհիշենք թե ինչպես կյանքի կվերածեք ձեր հավատքը ինչպես կյանքի կվերածեք ձեր հավատքը սերեն մղված եւ ուրիշ գծարայեք ուրիշներուն եւ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի հուսալով նեղություններու կհամբերեք Բողոս կսե շարունակ երբ գաղոթեմ չեմ գրնար մորնալ չեմ գրնար չհիշել ձեր գենցաղը կսե միշտ կհիշեմ ձեր հավատքի գենցաղը այդ իրականությունը որ ձեր հավատքը կյանքի կվերածեք կմերժեք ձեր մտքին մեջ ձեր համոզումներում մեջ հավատքը երևակայական իրականություն մնա կովինի դսե ես ալ կմերժեմ կսե ձեր հավատքը կյանքի կվերածեք երբ կսե կհիշեմ ձեզի կներշնչվիմ Բողոս ինչ կսե երբ կհիշեմ կներշնչվիմ ինչպես ձեր հավատքը կյանքի կվերածեք այսինքն ամեն ինչ բանի որ կհավատա
կգենա այդ հավատացածին մեջ, որ կնշանակե կվստահի Աստուծո, որ այդ երևակայական հավատացածը իրական կյանքի պիտի վերածվի, այդ հավատացածը ողջ պիտի դառնա, այդ հավատացածը ողջ պիտի դառնա, գործ չունիմ, գործ պիտի լա, դժվարություն ունիմ, լուծում պիտի լա, հիվանդություն ունիմ, գոդրված եմ, անբուժելի է, գիտության հետ կապված միջոց չունի, բժշկություն պիտի լա, հավատքը գմերժե երևակայական բահել, հալելույա, Տեր երանի, երևակայական երազներով, կեցվածք ունի իր հավատքին համար, մարգարեն գսե հրեշտակը գեցած էր, ուղիղ, ոտքերը շիդակ, կարծես ասել գուզեր, ձրելու, ձունք ձրելու բան չկար, որ զորության նշան էր, հավատացյալը հավատքի գեցվածք ունի, իր հավատքի իրեն ինչ կսե, բոլոր մույս միտքերուն ետևեն գվազե, չի ցկեր որ մոտենա, իր հավատքը կյանքի կվերածե, քանի օքի այս բաժինի մեջ կրնա փորձարապար գիտնալ, որ ինչքան ասկան ցանցրացած եմ, դերոջ մեն խնդրած եմ, հետո փախած եմ, կարծես արկիլված թուրիմը արջև գեցեր եմ, աղոտքս երեր փախեր եմ, հավատքի գեցված չկա, կարծես որոշած եմ, բարդականությունը սնեմ, սա աղոտքը սնեմ, երթամ, Աստված զորավոր է, Աստված սուրբ է, Աստված արդար է, ով գրնա նոր ներկայության գենալ, հալելույա, գրոնական աղվոր արտահայտություններ, աստվածաշնչական համարներ, Աստված ասոն չուզեր մեզ մե, հավատքի կեցված կսե, որ այդ հավատացածդ կյանքի վերածվի, և գսե, մինչ այդ հավատքի գետրոնացումը ունեին, Հիսուս Քրիստոսի հանդեպ հույսով գլեցվեին, այսին դժվարությունը գար, նեղությունը գար, պայմանները գային, բայց հավատքի գեցվածք ունեին, հավատալով Հիսուսի ասած խոսքերուն, գսե հույսով գլեցվեին և գահղթեին նեղություններուն և մեծ համբերություն կունենային, ինչ կսեր է, այս համար ինչ կսե սիրելիս կեզի, կսե արջևըտ նեղություններ կան, կեզի անհամբեր գնեն, ամեն վարգյան կխտանեն կեզի, բայց մինչ հավատքի գեցվածք ունիս, որբեսի հավատքդ կյանքի գոչես, Սուրբ Հոգին մեգիկ անոնց հաղթել կուտա քեզի, ձույլ հավատացյալ միլար, ձույլ հավատացյալներուն վարմունքը գնմանի այդ մարդոց, որ իրենց կործը ուրիշին վրա գնեդեն որնեն, մենք ալ հավատացյալ են գսելով շատ անգամ մեզի անցնված կործը Աստծո վրա գնեդենք, Աստծո գեցվածքը մեր կյանքի մեջ, հավատքիս հետ գրնակ, հավատքիս միջոցավ երկինքի բոլոր բարգևները բերած, կուզե գոդրել մեգիկ դժվարությունները, մեգիկ դժվարությունները, հետևաբար ես բեք չեսեմ ես հավատացյալ եմ, Աստված պիտի ենե, դեր ռե, ես պիտի գենամ հավատքիս մեջ հաստատ, մինչև որ դեսնեմ այդ հավատացած բանս գենթանի դարձած իմ կյանքիս մեջ և քու կյանքիդ մեջ, գիտեմ զգացումները իմ այսպես շոկի պես գելեն մինչ ես կխոսիմ, ավելի թյուրին ծև չկար,
հավատքիդ միջոցով քրիստոնյա ես։ Հիմա առանց հավատքիդ քրիստոնեական բարիկները կուզես վայելել։ Քանի օքի հասկացավ։ Շատ անգամ կուզենք հավատքի քրիստոնեական բարիկները վայելել առանց մեր հավատքի քայլերուն, առանց մեր հավատքի արտահայտություններուն, առանց մեր հավատքի գեցվածքներուն։ Փոխեք, նորոգվեցեք։ Նորոգվեցեք, ձեր մտքերը նորոգեցեք։ Կուզես Սուրբ Հոգին աշխատի, հավատքով շարժե։ Դեսպես պիտի շարժի։ Ինք պատրաստ է այդ բաները անելու։ Պողոս առաքյալ այսպես գարդահայտվի Կորինթացիներուն։ Հինգերորդ համար կամ 4-րդ համար եղբայրներ գիտեք թե Աստված ցես սիրեց եւ ընդրեց։ Այս համարը կգապվի ամիջապես 5-րդ համարին, որում մեջ կտեսնենք խոստումը, բայց կսե բոլոր այն բաները, որ ես պիտեմ ցեզի կուզեմ գիտնաք, որ Աստծո սիրույն եւ ընդրության կվերապերին, ցեզի սիրելուն եւ ընդրելուն կվերապերին։ 5-րդ համարը կսե որովհետև մեր քարոզությամբ, երբ մենք ցեզի Աստծո խոսքը քարոզեցինք, Աստված իր ավետարանը հայտնեց ցեզի ոչ միայն խոսքով, այլ նաև զորությամբ։ Այսինքն Սուրբ Հոգին ներկործությամբ եւ գադարյալ վստահություն ներշնչեց ցեզ։ Ինձ համար սիրելիներ հետեւյալն է. երբ կխոսենք քրիստոնեության մասին, երբ կխոսենք հավատքի մասին, խոսքը ընդունելու մասին, ամիջապես կտեսնենք խոսքը մեզի դվողը խոսքին հետ մեր կյանքերում մեջ ինչ ընելու պատրաստված է։ Այս համարը կսե, երբ մեր քարոզչությունը լսեցիք, Աստված չարդոնեց, մերժեց խաղապարը, որ դուք միան խոսք լսեք։ Երբ կսե խոսքը լսեցիք, դուք միան խոսքը չարիք, նաև զորություն արիք։ Ըստ ինձի, ինչ որ հիմա կսկամ, ես բարեր գսեմ, որ դու կտեսնես։ Բայց ես կհավատամ մղումեն, որ ես քեզի զորություն կխոսիմ։ Զորություն կխոսիմ, որովհետև խոսքը քեզի զորացնելու եկած է։ Խոսքը քեզի խոսք ծախելու չի եկած։ Մի արտոներ որևէ միտք, որևէ զգացում, որ խոսքը քեզի որպես փեր հասցնե։ Խոսքը քեզի փեր է, որպես շատ փեր գտնեին վրաս, ծանր է։ Մի արտոներ խոսքը քեզի զորություն կփերե։ Եթե դերը քեզի խոսք մսավ, անոր մեջ զորություն գտուն զորությունը փնդրե։ Ինչ պիտի փնդրես։ Կովինից զորությունը փնդրե։ Ես գիտեմ ինչ գարդահայտվենք մենք։ Շատ անգամ խոսքը գլսենք, խոսքին 20 տեսակ մեկնաբանություն գուտանք, բացի Աստծո մեզի պերելիք են։ Աստվածաշունչը կգարտանք եւ հույներուն գսենք իրենց խելացի գարձեին իմաստասիրական խոսքերով մեկնաբանություն գնային, մենք շատ անգամ անոնց մի ավելի լավ չենք։ Մենք այսօր ավելի ալ գնենք։ Եվ որ խոսքը գլսես, աս խոսքը ինձ ինչ սավ հիմա։ Աս խոսքը ինչ սավ ինձի։ Կորսված բամը գավիթ գտնեմ։ Մեկնաբանության բեք չունիմ։ Այս խոսքը ինձի ինչ գսեն ամենալավ բացատրողը քեզի քո մեջդ բնագողն է։ Հարցուր մինչև որ անոր ցայնը պատասխանը լսես։ Որովհետև այդ խոսքը քեզի գուկա
զորությամբ։ Սուրբ Հոգին գհսկե, որ այդ խոսքը քեզի զորություն տա։ Աստծո տիդանգունեն խոսքը գխոսվի քեզի զորություն տալու համար։ Աստծո աշխատելացևը այնպես է, որ երբ խոսքը լա զորություն դարածվի մարդոց վրա, դու ավելի բագաս եւ դարբեր չընդունիս, ավելի դարբեր եւ բագաս ընդունիս, գուրախացնես թշնամին, որ ամեն արգելք դրած է, որ դու չգարենաս խոսքեն օգտվել։ Գսե թշնամին անհավատներուն աչքերը գուրցուցած է, որբեսի չլա ավետարանին խոսքերը լսեն, բայցարանան, Քրիստոսի բայցարությունն ու փառքը տեսնեն, որ գենթանի Աստծո, աներևույթ Աստծո պատկերն է։ Ասե կորձը։ Չեն կնար մեր հավատացյալը լալեն ետքը առանց հավատքի քայլ առնել, անհավատ կգոչվիմ, չէ։ Ոչ թե անհավատ եմ այն ժամանակվա պես, որ ես հավատք չունեի Դագավին Հիսուսին։ Բայց այս վարմունքիս մեջ հավատքի հետ կապված բանը չկա։ Խոսքը եկավ Աստծո մտքին մեջ ինքը զորություն ղրգեց ինձի, բայց այս զորությունը առնելու համար պետք ունի այս բառերը լսելու։ Եթե զորությունը ինձի կղրգե, ես պետք ունիմ բառերը լսելու, որովհետեւ գիտնամ ինձ ինչ ղրգեց։ Այս բահուն ուրեմն Սուրբ Հոգին քեզի զորություն կղրգե։ Քեզի զորություն կղրգե։ Չէ՞։ Խոսքը զորություն կբերե։ Այսինքն Սուրբ Հոգին ներկործությունը։ Եվ գադարյալ վստահություն կներշնչե։ Ուրեմն խոսքը որ գլսես զորություն կղրգե քեզի, Սուրբ Հոգին ներկործությունը գլակու ներսիտիդ եւ քեզի ճշմարտության գաբող վստահություն կներշնչե։ Վստահություն կներշնչե։ Մարդկային փիլիսոփայություն չէ, գնքված է Սուրբ Հոգին զորությամբ։ Հովանու 16:8-ին մեջ կտեսնենք Սուրբ Հոգին բոլոր պետքերը հավատացյալներուն սիրտի մեջ կտնե խոր համոզումով եւ վստահությամբ։ Կսե երբ Սուրբ Հոգին կա, աշխարհի մեղքը պիտի հայտնե, Քրիստոսի արդարությունը պիտի հայտնե եւ սատանային դատաստանը պիտի հայտնե։ Ինչ կնե հավատացյալին խոր սրտին մեջը այդ խոր համոզումը կտնե եւ այդ վստահությունը կտնե։ Հաջորդող համարներում մեջ կսե հագարակ ծեր գրած բոլոր նեղություններուն Սուրբ Հոգին բարգեված ուրախությամբ ընդունեցիք մեր քարոզությունը, մեր ցեզի բադվիրացները։ Անոնք որ խոսքը ընդունեցին եւ իրենց մեջ զորություն եղավ, դակավին նեղություն ունեին։ Չէ՞։ Բայց կսե հագարակ բոլոր նեղություններուն Սուրբ Հոգին բարգեված ուրախությամբ ընդունեցիք մեր քարոզությունը ինչ որալ գսվեր։ Սուրբ Հոգին ինչ կուտա քեզի։ Ուրախություն։ Սուրբ Հոգին քեզի կուտա հաղթություն։ Սուրբ Հոգին քեզի կուտա զորություն։ Անկախ դժվարություններուն եւ նեղություններուն որ դու ունիս։ Խոսքը որ քու մեջդ է զորության խոսք է, ոչ թե մարդու շունչ է, որ գխոսի է վերջ։
Արագած 17:22 գսե ուրախ սիրտը տեղի պես օգտակար է, բայց գոդրած սիրտը ոսկորները կճորցնե։ Քեզ ինչ կուտա։ Ուրախություն։ Գնստիս կխնդաս դժվարության վրա, որ ժամանակ մտերևս քեզի ձունգի բերած էր։ Աստծո սովորությունն է ասիգա։ Երկրորդ Սաղմոսի մեջ կսե Փարցիալը պիտի ծիծաղի անոնց վրա բարձրերեն, որոնք կսեն մեջտեղեն վերցնենք օձյալը։ Կսե Փարցիալը պիտի ծիծաղի անոնց վրա, Աստծո սովորությունն է։ Եթե Աստված պիտի ծիծաղի, քու հոգիդ մեջ ընդունալ պիտի ծիծաղիս։ Նույն իր ներգործությամբ եւ ներշնչումով։ Ինչու՞ են որ նեղությունը քեզի դակավին կգսմրտե եւ կցավցնե, դու հավատքիդ մեջ կեցիր, մինչև որ հավատքդ դեսնես գենտանացած, ողջ։ Արագատ 4:21-ը մի դիգարտամ գսե խոսքերուն մասին, կբադվիրե իր խոսքերուն նկատմամբ ինչպես վարվին, գսե անոնք քո աչքերու դարչևեն թող չերանան խոսքերը։ Մարդիկ այսօր գսեն այդքան փարգացա, որ աչքիս արջև այլևս չտեսա։ Գլուխս կոծվեցավ։ Չէ՞։ Աստեղը գսե այնքան թող գլուխդ լեցվի իմ խոսքերովս, որ դժվարութենեն ավելի տուն տեսնես իմ քեզի պատվիրածներս։ Անոնք քո աչքերուդ արջևեն թող չհերանան, զանոնք քու սիրտիդ մեջ բահե, ուրեմն քող գա եւ պայման գա, բարակա գա, որ սիրտիդ մեջ են գրնա կողնալ, քանի հոգին սիրտին մեջ են ասկե առաջ կողծված է խոսքը, խոստումը, Աստծո վստահիլը, քանի հոգի ունեցեր է, բարձորեն գսկաս որ չես կնար վստահիլ իմա։ Խոսքը կողծվեցավ քեզ մե։ Բասնզի անոնք կյանք են զանոնք գտնողներուն։ Եվ անոնց մարմնին բժշկություն։ Աս համար ավելի գխոսի սիրելիներ, քան դեր բժշկե ինձ հաջիս ես կուզավա գդեմ աղոտքեն։ Այս համար ավելի գխոսի։ Խոսքերս աչքի դարչևեն չհերանան, թող սիրտիդ մեջ բահված մնան, սատանան չգարենա կողնալ քեզ մե, որովհետև անոնք բժշկություն են։ Կյանք են ամեն զգուշությունով քու սիրտդ բահե, քանզի կյանքի աղբյուրները անգե են։ Գիտեմ շատ անգամ դժվարությունները կյանքի կցանցրացնեն քեզ, բայց դու կգրես ինքնությունը Քրիստոսով, որուն զորությունը ետ կմղի այդ դժվարությունները։ Միան ցանցանալ այդ մի շարժիր։ Այսօր երբ կգենանք միասին աղոտքի, ակնկալ է որ զորությունը կա։ Սիգա դիտմամբ չէր։ Ֆամ մի եղավ ինձի։ Ակնկալ է որ զորությունը կա։ Մի արդոներ որ զզվածությունը, ցանցանալը, նեղությունը ինքը որոշե աղոտքիդ բարերը, չափը, զգացումներդ, թող հավատքիդ արդահայտությունը դուրս գա։ Դեսեք այս հավատացյալներուն, որոնց մասին գխոսի Պողոս Արաքյալ, գխոսի անոնց համբավի մասին, 8-րդ համար գսե արդարև դուք ձեր օրինագով Տիրոջ խոսքերը հրճագեցիք ոչ միայն Մակեդոնիայի եւ Ակայայի մեջ, այլև ամեն տեղ ուր Աստծո վրա ունեցած ձեր հավատքին համբավը դարածվեցավ։ Ձեր ունեցած հավատքին համբավը, ցայնը, աղմուկը, որակը, ազդեցությունը ձեր գտնված շրջանին մեջ ինչ եղավ դարածվեցավ, այնպես մը դարածվեցավ, լավ մտի գրեք սիրելիներ, այնպես մը դարածվեցավ, որ այլևս ոչ պետք է գզկանք բամը ավելցնելու, ոչ ալ
մենք մեզ ներկայացնելու։ Այսինքն ծեր հավատքին համբավը ծեր շուրջիններուն վրա այնքան զորավոր էր իր աստեցությամբ, իր դպավորությամբ, որ մենք թեր սորվեցնելու նոր բանիմը պետք չունեինք, մեր ցեզի քալն անգամ պետք չկար։ Որովհետև ծեր համբավը ամենուն վրա դարածվեցավ։ Գնաս Երևակայել, երբ կխոսի հավատքի մասին, ինչ փորձառության մասին կխոսի։ Եվ այս բոլորը, որովհետև խոսքը լսեր է, Աստված խոսքին հետ զորություն ղրգեր է, եւ այս հավատացյալը զորությունը սпасող գեցվածք ունեցեր է։ Հավատքին մեջ գեցած է ակնկալելով խոսված խոսքին գենթանի հանդիպումը, ողջ հանդիպումը, ողջ դառնալը, մերժեր է լման ժամանակը, դակավին չեղածի զգացումը, բիդի չունենամի զգացումը, այնպես որ ոչ պետք է գսկանք, բամ ավելցնելու, ոչ ալ մենք անցամ ցեզի քալու, մինչ հավատացյալը ճիշտ ցևով կսպասե ու գաբրի պիտի հաճողի անել նույնը իր հավատքի համբավը պիտի ազդե իր չորս կողմիններուն վրա ես գիհիշեմ մեր փորձառությունը եւ շատ անգամներ ասած եմ անցերու որ ծեր դուներեն ներս ծեր զույգերուն ծեր ընտանիքի անդամներուն հետ ծեր ոճը գրիվ թող չլա բարձորեն ծեր հոգևոր ինքնությունը արդահայտող թողլա։ Ինչ որ Սուրբ Օքին առաջնորդ է։ Մի արդոնեք որ ծեր գրվազան կամ մեկ վարգյանվա մեջ դիմացինը դարձի բերելու այդ մղումով խոսիկ։ Ձեր սրդի մեջ ունեցեք փապակը, բայց Սուրբ Օքիով առաջնորդվեցեք։ Նույն բանը խոսեցա 3 ծառայողներուն, երբ քաղաքականներու կամ դեղահանվածներուն ծառայելու գերտային կամ կացին հաջորդ երթալուն մասին կխոսեինք։ Ուրեմն այսօր որ դու խոսքը լսեցիր, կրնա բարձրանալ։ Այսօր որ դու խոսքը լսեցիր, հիմա Սուրբ Օքին ինչ կնե։ Սուրբ Օքին աս խոսքը լսծուց քեզի, որովհետև քեզի զորացնել գուզե։ Սուրբ Օքին այս խոսքը լսծուց քեզի, որովհետև քու մեջդ գտնվող դգարությունը գոդրել գուզե։ Կյանքիդ մեջ գտնված հիվանդությունը փճացնել գուզե։ Թշնամին հալածանքը փարադել գուզե։ Մենք շատ անգամ ասենք ասես պիտի բայթի գլուխս այլևս մտածելու բան չունիմ։ Շատ լավ, հալելույա։ Գիտեք չէ, մինչև որ մենք Աստծո չհանցնենք ինքը ցետքերը թոթվելու չսկսիր։ Եվ որ մենք դիրոջ կհանցնենք, այնադեն ցերկերը տոտվելու կսկսի։ Քիչ առաջ Լենին գսեի, ասկե մեկ մերգես դարի առաջ կխոսեինք, ինչպես պիտենենք, ինչպես հրամ պիտի հավաքենք, հիմա գորոշենք, որ շուտով ստորներեն մեկը պիտի կոծենք, որպեսզի մեր ապրանքներեն հանենք, որովհետև շատ չմնաց այլևս, կպատրաստվենք ելնելու։ Վերջին քայլերը կառնենք, այսին դակավին ունենք 2 տանիք թափելու, բայց արդեն նույնը հոն հասած է։ Աստծո էր գվստահինք, ինքը ցերկերը թոթվելու կսկսի եւ աշխատելու կսկսի։ Հալելույա։